impeachment-ը միակ հնարավորությունն է այս իշխանություններից ազատվելու։ Սա միակ process-ն է, որը որևիցե կերպով կապվածության մեջ չի Նիկոլ Փաշինյանի կամ արտահայտության հետ։ Սա մի process է, որը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի կամքից դուրս գտնվող գործընթաց է ներառում։ Հրաժարականը ենթադրում որ Նիկոլը պետք է ինքը տենց որոշում կայացնի ու հրաժարվի, ինքը չի կայացնում այդ որոշումը։ Impeachment-ը առանց փողոցային ընդ որում փողոցային համազգային նշանակության փողոցային ոչ թե ուղղակի տենց դիմադիները սիրում են ինչ-որ քանակ մարդաքանակ ասեն, բայց ես մարդաքանակով չի որոշվում այդ փողոցը։ Ինքը պետք է համազգային համաձայնություն եւ համազգային ընդգրկունություն ունենա այդ փողոցը, որի վերջաբանը, այսինքն պսակը պետք է լինի impeachment-ի գործընթացը։ Հետևաբար impeachment-ը առանց փողոցի դատապարտված է անհաջողության եւ փողոցը առանց impeachment-ի եւս դատապարտված է անհաջողության։ Դա հեծանիվ չեն կորինում փողոցը եւ impeachment-ը, դրանք իրար հետ փոխկապակցված բաներ են։ Չնայած նրան, որ սահմանադրության մեջ գրած չկա, որ պետք է ժողովուրդ փողոցը լինի եւ այլ, այսինքն այդ մասը չկա գրած, այդ սահմանադրությունը ենթադրում է, որ դա սուտ իրավական ֆորմալ գործընթաց է, որը խորհրդարանի շրջանում։ Այո, խորհրդարանական երկրում խորհրդարանական գործընթաց է նախատեսել սահմանադրությունը։ Հիմա գալով նրան թե արդյոք հնարավոր է, թե հնարավոր չի։ Երբ որ դուք եք դա հայտ հարցը տալիս, դուք, որը ով օժտված չի падգամավորի մանդատով, ես պատրաստ եմ այդ մասին շատ երկար խոսել եւ ինչը հիմա կանեմ ձեր եթերում, բացատրել իմ ծրագիրը հրապարակային ավելի մանրամասն խոսալ, բայց երբ որ դա ասում է ազգային ժողովի падգամավոր, ում սահմանադրական պարտականությունն է, ոչ թե իրավունքը, այլ պարտականությունն է, այնտեղ սահմանադրության մեջ գրած է, որ ազգային ժողովի падգամավորը վերահսկողական ֆունկցիա ունի կառավարության ծրագրի իրականացման նկատմամբ, այսինքն կառավարությունը ծրագիր է բերում ազգային ժողով, այդ ծրագրով կազմում է կառավարությունը, ընտրվում է վարչապետ, ազգային ժողովի падգամավորները ուշի-ուշով հետևում են, որ կառավարությունը իր բերած ծրագրից չշեղվի, իսկ շեղման դեպքում, որ կառավարությունը սկսում է իր ծրագրից դուրս ինչ-որ բաներ անել, այդ դեպքում ազգային ժողովի падգամավորներից յուրաքանչյուրը, ոչ խմբակցությունների մասին էլ չկա այնտեղ խոսք սահմանադրության մեջ, կարող է սկսել անվստահության գործընթաց վարչապետի նկատմամբ։ Ինչ եղավ մինչև հիմա, այս այդ մինչև հիմա նա տարագանցնեմ։ Այո, մինչև հիմա ժողովրդին խաբել են։ Մինչև հիմա հանրությանը խաբել են։ 2022-ին ընդդիմությունը խաբեց հանրությանը, ասաց, որ impeachment-ի թուղթ կա, գնացին ազգային ժողով, շատ խորհրդավոր դեմքերով դուրս եկան, ասեցին, որ սաղը ստորագրել ենք, պարզվեց նույնիսկ թուղթ չկա, որի տակ իրանք սաղ ստորագրեին։ Հասկանաք, գոյություն չունի այդ թուղթը, իդեպ impeachment-ի թուղթը չկա մինչև հիմա։ 4 տարի անցել առաջին հնարավորությունից, նու, չէ, 3 տարի անցել առաջին հնարավորությունից impeachment-ը անելու, բայց մինչև հիմա ընդդիմությունը նույնիսկ կես քայլ չի արել է անվստահություն հայտնելու գործընթացում։ Կես քայլը հետևյալն է, այդ impeachment-ի թղթի վրա պետքա լինի սկզբում վերնագիրը, հետո տեխնացուի անունը, այսինքն մարդու անունը, որ պետքա փոխարինի Նիկոլ Փաշինյանին, հաջորդիվ պետքա լինեն այն падգամավորների ստորագրությունները, ովքեր որ դրան միանում են, եւ հաջորդիվ լիքը process-ներ։ Հիմա ընդդիմությունը պատճառաբանում է այս ամբողջ գործընթացի վերջաբանը, այսպես ասած, եւ որ ժողովուրդային հանուն փողոց չես ասում, ասում են ժողովուրդն է մեղավոր, չեկավ, չէ՞։ Հիմա էլ ասում են ԿՊ падգամավորներն են մեղավոր, որ impeachment չեն կարողանում։ Համապատասխան թիվը չկա